Բարև ձեզ, մեր անկախության 35-րդ տարին է և մեր երկիրը տնտեսապես աշխարհի 10-րդ աղքատ երկիրն է։ Այսօր մեր երկիրը ունի լավարկման և մեծ բարեփոխման կարիք։ Բարեփոխումը մինչև այս մեր երկրի համակարգերը ձևավորվել էին ուրիշ օրակարգերի շուրջ։ Մենք գիտենք, որ առաջի 20 տարի մեր անկախության, 20-28 տարի անվտանգային օրակարգի շուրջ։ Դրանից հետո եկող 7-8 տարին իրար հետ հակասությունների երևի օրակարգի շուրջ, իսկ այդ ընթացքում մենք ունենում էինք մի խնդիր, որը քչերն էին նկատում էին այն մարդիկ, ովքեր զգում էին իրենց վրա։ Դա թուլացող Հայաստանն էր։ Դա Հայաստանն էր, որի բնակչությունը շրջաններից ուղղակի դուրս է գալիս։ Երևանցիները գնում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, շրջաններից գնում էին Ռուսաստանի Դաշնություն։ Մեր երկրի բնակչությունը 5 միլիոն մարդով փչացել է անկախությունից հետո, շարունակում է անկում ապրել։ Այս առաջարկները 5 առաջարկ մենք ունենք, որը ուզում ենք ներկայացնել։ 5 քայլ, որը անելու ենք, որը փոխելու է մեր հայրենիքի կյանքը։ Քայլերը մշակված են տարիների աշխատանքի արդյունքում։ Պետական համակարգում մինչև այս եղած երկրի ղեկավարները երկրի միշտ պետական ապարատի կողմից են նայել տնտեսությանը։ Առաջին ղեկավարը, ով կնայի ձեռնարկատերի հասարակության անդամի կողմից, դա կլինի Սամվել Կարապետյանը, քանի որ անցած ճանապարհը ձեռնարկատերի ճանապարհ է։ Եվ ինչ քայլեր ենք մենք ուզում անենք Հայաստանը փոխելու համար։ Ամենաառաջինը, բոլոր շրջաններով գնալով, մենք տեսնում ենք մեկ հիմնական խնդիր։ Երկրում կա աշխատատեղերի խնդիր։ Երկրում շրջաններում գործ չկա։ Գործը այս պահին ամենապահանջված բանն է Հայաստանի շրջաններում։ Դրա պատճառով մարդիկ մեկնում են արտերկիր, դրա պատճառով մարդիկ թողում են իրենց ընտանիքները այստեղ եւ ունենում են բազմաթիվ հետևանքներ բացասական։ Առաջինը դեմոգրաֆիկ հետևանք, երկրորդը ծայրահեղ աղքատություն շատ շրջաններում։ Այս բոլորի լուծման ճանապարհը մինչև հիմա պետությունը գտել է մի ուղղությամբ։ Հավաքել է բյուջե եւ տվել է ինչ որ արտոնություններ, ֆինանսական սուբսիդիաներ, ինչ որ ուղղություններով։ Արդյունքը մենք տեսնում ենք այն ինչ որ ունենք։ Երկրի շրջաններում արդյունաբերությունը, արտադրությունները վերջի տարիներին անկում են ապրում։ Մենք ինչ որ տեսնում ենք Երևանում, վարկերի հիմքով ստեղծված տնտեսությունը, որը ժամանակի ընթացքում երկար չի կարողանա այս տեմպը պահպանել։ Ինչ ենք մենք առաջարկում։ Առաջի քայլը ստեղծել 300,000 նոր գործի տեղ Հայաստանում։ Շատերը կասեն, բոլորը դա կարող են ասել։ Ինչպես եք դա անելու։ Սրա տակ կա մակրոտնտեսական ուղենշված քաղաքականություն։ Մենք ունենք պլանավորած քաղաքականություն, թե ինչպես 300,000 նոր գործի տեղ ստեղծել Հայաստանում։ Քաղաքականության հիմքում ընկած է առաջի քայլը արդյունաբերականացում, վերաարդյունաբերականացում։ Հայաստանը երկար տարիներ զրկվել է իր արտադրող եւ ստեղծարար պոտենցիալից։ Մեր երկիրը դարձել է դրսից օգնություն ստացող, վարկերի հաշվին ապրող եւ ծառայություններով ինչ որ ձև յոլա գնացող երկիր։ Դինամիկ երկիր ունենալու համար մենք պետք է ստեղծարար տնտեսություն ունենանք։ Ստեղծարար տնտեսությունը դա արտադրություններն են եւ ծառայությունների արտահանումն է։ Ինչ ձևով ենք մենք իրականացնելու 300,000 գործի տեղի ստեղծումը։ Առաջինը, մեր երկիրը տարեկան, եթե վերարտահանում անենք, $7 միլիարդ ներմուծում է անում։ $7 միլիարդ։ Մեր երկրի ներմուծման եւ արտահանման տարբերությունը համարյա $4 միլիարդ է։ Եթե մեր երկրի ապրանքներն ենք նայում, վերարտահանումը անում ենք։ Տարեկան Հայաստանը $4 միլիարդ ավելի գումար է ուղարկում դուրս, քան ստանում է։
Մենք աղքատանում ենք 4 միլիարդ դոլարով։ Իսկ գիտեք ոնց է այդ աղքատության, այդ 4 միլիարդ դոլարի տարբերությունը Հայաստանը կոմպենսացնում։ Կամ դրսից հայերի փոխանցումներով, կամ պետական պարտքով։ Այսինքն մենք պարտքով ենք ապրում։ Վերցնում ենք Հայաստանի ներմուծման հիմնական կետերը, ինչ է ներմուծում Հայաստանի Հանրապետությունը, եւ սկսում ենք պլանավորված քաղաքականություն վարել այդ ներմուծման ուղղությամբ, որ գործարաններ ստեղծենք ներմուծվող ապրանքների ուղղությամբ։ Օրինակ, երկրում թիվ 2 ներմուծումը, նավթամթերքն է, բենզին, դիզել։ Մենք գիտեք, շատերը գիտեք, որ մենք առաջարկել ենք նավթավերամշակման գործարան Հայաստանում, որը բում նավթ կբերի, համարյա 2 անգամ, մինչև 2 անգամ էժան գնելով, եւ կվերամշակի մեր երկրում։ Տարեկան կես միլիարդ դոլարի շրջանառություն ունեցող ընկերություն է դա, որպեսզի դուք հասկանաք, Հայաստանում ընդամենը քաջարանի պղնձը մոլիբդենայինն է, որը մեր տնտեսության լոկոմոտիվներից մեկն է, այդ մակարդակի։ Մյուս բանը, մեր երկիրը ներմուծում է մեծ քանակությամբ գազ։ Հիմա կասենք ոնց է գազը ստեղ արտադրելու։ Գազի հետ կապված մենք համարյա կես միլիարդ դոլարի մեր երկիրը գազ է ներմուծում։ Բայց մենք ունենք հարևան Իրանի Իսլամական Հանրապետություն, ում հետ ունենք մի պայմանագիր, որով Իրանը համաձայնվում է մեզանից գնել էլեկտրականություն եւ իսկ մեզ դա գազ։ Ինչ ենք անելու մենք։ Մենք վերցնելու ենք գազը Իրանի Իսլամական Հանրապետությունից, այստեղ մեր ջերմաէլեկտրակայաններ ենք ստեղծելու, որը հրազդանում ունենք, որը կստեղծենք նաեւ սահմանի Իրանի հետ։ Իրանը այդ տեխնոլոգիաներին չի կարողանում ունենա մուտք, քանի որ գտնվում է սահմանափակումների տակ։ Հայաստանը ունի մուտք։ Այդ տեխնոլոգիաներով, ջերմաէլեկտրակայաններով մենք կստեղծենք Իրանի սահմանին գազ էլեկտրականության դիմաց մեծ համակարգ, որը մեր երկիր կթողի տարեկան կես միլիարդ դոլար, որպեսզի դուք հասկանաք, դա իր քանակով էկվիվալենտ է ինչի է համեմատել։ Երևի երկրի ամբողջ թոշակների համարյա մոտ է թոշակների ֆոնդի հետ։ Չեմ ասում ամբողջը շահույթ կլինի։ Դա շրջանառություն է եւ եթե մենք մեծ արդյունաբերական պոտենցիալ, մեծ գեներացիոն պոտենցիալ ստեղծենք, մեծ հնարավորություն կունենանք գազ ունենանք անվճար գնով։